Տղեն չի լացի, դիմացիր, տղամարդը պետք է ուժեղ լինի։ Մենք այս բառերով մեծացնում ենք մեր որդիներին հույս ունենալով, որ կոփում ենք նրանց բնավորությունը, բայց իրականում մենք սովորեցնում ենք նրանց, որ պետք չէ ապրել եւ պետք է թաքցնել սեփական ապրումներն ու հույզերը։ Վիճակագրությունը դաժան է։ Հայաստանում ամենաշատը եւ ամենաշուտը սրտանոթային խնդիրներից մահանում են տղամարդիկ։ Ինչու՞։ Որովհետև, ինչպես ասում էր Ֆրոյդը, ոչ մի էմոցիա չի մահանում։ Նրանք թաղվում են խորը եւ հետո ավելի տգեղ տեսքով արտահայտվում որպես հիվանդություններ, ագրեսիա կամ կախվածություն։ Բարև ձեզ, ձեր էկրաններին հոգեկապն է։ Մենք այսօր խոսելու ենք տղամարդու իրավունքի մասին, ապրել սեփական էմոցիաները եւ արտահայտել դրանք, եւ դա անելու ենք հոգեբան Անի Բարսեղյանի հետ։ Շնորհակալ եմ Անի ջան, մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Եվ առաջին հարցը, որով կուզենամ սկսենք մեր զրույցը, հենց չլացելու, չարտասվելու մասին խոսքն է, որ տղան չի լացի, որը մենք լսում ենք մանկապարտեզից։ Սա ինչ ուղերձ է իր մեջ պարունակում երեխայի համար։ Արդյոք երեխան ուղիղ չի հասկանում, որ քո էմոցիաները պետք է թաքցնել կամ քո էմոցիաները ոչ մեկին հետաքրքիր չեն։ Տխրեցի ճիշտն ասած այս ամենից, մանավանդ Ֆրեյդի սահմանումից, որտեղ դա իրոք այնքան իրական է։ Երեխան հասկանում է, որ զգացմունքները դրանք թուլություն են, արդյունքները ամոթ է, եւ ստացվում է, որ շատ փոքր հասակից երեխան հրաժարվում է իր մի մասից կամ ստիպված է լինում հրաժարվել իր մի մասից, պոկել իր մի կտորը, եւ ինչպես Ֆրեյդն էր ասում, այդ զգացմունքները ոչ միտեղ չեն անհայտանում, դրանք ուղղակի փոխակերպվում են ագրեսիայի, կախվածություններով, բռնությամբ, երբեմն դեպրեսիայով։ Մենք շատ տեսնում ենք տղամարդիկ, որոնք իրականում գտնվում են դեպրեսիվ հոգեվիճակում, բայց ոչ ոք դա իրենց նայելով չի զգա։ Մենք շատ հաճախ ենք զգացմունքայինության ու թուլության միջև հավասարության նշան դնում։ Արդյոք սա նույն բանն է եւ հնարավոր չէ լինել զգացմունքային եւ ամուր հենարան լինել։ Շատ լավ եք հենց ձևակերպում, այո, բայց դա երեխան այդ փորձը պետք է ստանա մեծահասակից։ Հաճախ երեխան իր փորձառությունը, թե ինչպես կարելի է լացել եւ լացելու մեջ լինել կայուն, ինչպես կարելի է լացել եւ մնալ կանգնած, այդ փորձառությունը նա չի տեսնում մեծահասակներից։ Նա չի տեսնում իրեն շրջապատող մեծահասակներ, ովքեր կարողանում են գործ ունենալ իրենց էմոցիաների հետ։ Եվ ստացվում է, որ այո, ընկալվում է դա որպես թուլություն, զգացմունքայնություն ընկալվում է որպես թուլություն։ Եվ օրինակ մի գիրք կար, ես շատ եմ սիրում այդ գիրքը, Ալբերտ Կանյուի Օտարը։ Մենք այդտեղ տեսնում ենք, որ հերոսը իր մոր հուղարկավորությանը չի լացում։ Այո, եւ շատ անտարբեր է սկսվում տողերը այդ գրքի։ Առհասարակ ձանձրալի գրք է, չէ՞։ Առաջի օրն էր չեմ հիշում, մայրս մահացավ։ Հա, ճիշտ եք։ Այո, շատ տենց ծանր հիշում եմ, ես դժվարությամբ եմ այդ փոքր գիրքա, բայց շատ դժվարությամբ եմ կարդացել, բայց ընդհանուր վերջնական իմաստը, որ ես վերցրեցի այդ գրքից, ինձ համար որպես թերապևտ շատ կարևոր է եղել, որովհետև այդտեղ էլ մենք ինչ ենք տեսնում, որ սոցիումը առհասարակ ունի որոշակի հստակ սպասելիքներ։ Եվ սպասելիքներ անգամ ապրված արդյունքների որոշակի ձև, այսինքն անգամ եթե դու պետքա ցույց տաս հուզականություն, դու ինչպես պետք է ցույց տաս այդ հուզականությունը։ Եթե այդ ինչպեսը չի համապատասխանում, դա էլ է խնդիր։ Դա էլ է մերժվում։ Եվ նորից, քանի որ մանկապարտեզի տարիքից դուք սկսեցիք, նորից կարող եմ ասել, ամբողջ հարցը նրանում է, արդյոք երեխային շրջապատում են մեծահասակներ, որոնք ունեն հավասարակշիռ, կայուն հոգեվիճակ, ունեն զգացմունքների կառուցվածք իրենց ներսում, սահմաններ ունեն զգացմունքայնության, որովհետև եթե դա բացակայում է, երեխան ուղղակի չի սովորում, ինքը ձևը չգիտի։ Իսկ ո՞րն է առողջ ինքնատիրապետման եւ պաթոլոգիկ զսպվածության այդ սահմանը, որ պետք է ճանաչել ու չանցնել։ Ես կարծում եմ, որ մենք պետք է հստակ հասկանանք, որ ամեն մարդ ինքը իր էմոցիաները ապրում է յուրովի։ Մեկը լռում է, մեկը լաց է լինում, հենց արդյունքներ են հոսում, մեկը շատ սիրում է խոսել, արտահայտվել, պատմել դրա մասին, ինչ որ մեկը գրում է։ Ամբողջ հարցը երևի մեր, եթե խոսենք ճիշտ մեր հասարակության մասին, մեր հասարակության մեջ խնդիրը նրանում է, որ մենք առհասարակ չունենք հույզերի ճանաչում։ Շատ
քիչ կարող ենք հանդիպել տղաների, որոնք կարող են ճանաչել, որոնք են այն բազային հույզերը, որոնք համամարտկային են։ Ինչու եմ ասում համամարտկային, որովհետև կան բազային հույզեր, որ կապ չունի դու հայ ես, իտալացի ես, թե չգիտեմ, կորեացի ես, դու նորմալ է, որ ուրախանաս, տխրես, զայրանաս, զզվես, զարմանաս, ամաչես ու վախենաս։ Դրանք բազային համամարտկային հույզեր են, եւ այս հույզերից ամեն մեկը ունի կարևոր գործառույթ, ոչ մեկ ինքնանպատակ չէ։ Օրինակ մենք զգում ենք ուրախություն եւ երբ որ մեր պահանջմունքը բավարարված է, երբ որ մենք ինչ-որ բան ենք ուզում եւ ունենք, ստանում ենք։ Մենք զգում ենք տխրություն, երբ որ ինչ-որ բան մեզ պակաս է։ Մենք զգում ենք զայրույթ, երբ որ մեր սահմանները խախտվում են։ Մենք զգում ենք զզվանք, երբ որ ինչ-որ բան զգում ենք մեզ կարող է վնասել դեռ էվոլյուցիայի ժամանակահատվածից, զզվանքը որպես էմոցիա օգնել է ինքնապաշտպանության հարցում մարդուն։ Նույն վախը, երբ որ կա վտանգ, մարդը սկսում է այդ վախը օգնում է, որ մարդը պաշտպանվի։ Մեր հասարակության մեջ տղամարդիկ շատ հաճախ վախի դրսևորումից են ամաչում։ Այո։ Մենք կենտրոնացանք զրույցի սկզբում լացի վրա, բայց վախը նույնպես ամոթալի է եւ անընդհատ ճնշում են, երբեք չեն արտահայտվում իրենց վախերի մասին, վախեր անհաջողելու աշխատավայրում, ինչ որ կյանքի դրվագներում, սա էլ անդադ զսպվում է, ճնշվում է եւ սրա մասին երբեք չեն խոսում։ Մի քիչ երևի կոպիտ կլինի ասածս, բայց մեր հասարակության մեջ երևի միակ հույզը, որը ծափարության է արժանանում, դա զայրույթն է, որ տեսար ինչ դուխով տղա էր, տեսար ասենք ոնց այդ պահին ինքը տենց իրան ցույց տվեց, բայց հետագայում հենց այն նույն մայրերը ու քույրերը, որոնք տենց ամրապնդել են այդ զայրույթի ոչ ճիշտ դրսևորումը, որտեղ զայրույթը նորից շատ բազային հույզ է եւ մենք զայրույթ զգում ենք, երբ որ մեր սահմանները խախտվում է եւ շատ կարեւոր է, որ մարդը այդ էմոցիան զգա, գիտակցի, որ զգաց եւ կարողանա ճիշտ ձևով արտահայտել, բայց քանի որ այստեղ զգացումը մարդիկ ունենում են, բայց չգիտեն ինչպես դա ճիշտ ձևով արտահայտեն, հետո դրա ձեռքը կրակն են ընկնում։ Նույն այդ մայրերն ու քույրերը ամրապնդում են այդ վարքը, հետո տան մեջ ունենում են ամուսիններ, որոնք այդ նույն զայրույթով իրենց բռնության են ենթարկում կամ ուղղակի տան մեջ քաոս են ստեղծում։ Հետևաբար գալով առհասարակ բազային էմոցիաներին եւ տղաների էմոցիոնալ լինելուն շատ կարեւոր է, որ հասարակության մեջ նախ լինի այդ գրագիտությունը, այդ հուզական ինտելեկտը, մարդիկ կարողանան ճանաչել բազային հույզերը, անվանել դրանք, որովհետև հույզեր ճանաչելը այդքան էլ հեշտ բան չի, դրանք կարող են խառնված լինել։ Դու կարող ես չզգալ, հիմա դու վախենում ես, թե ամաչում ես։ Դու կարող ես չզգալ, հիմա դու զայրացած ես, թե տխուր ես։ Կամ նույն հարցի վերաբերյալ դու կարող ես տարբեր էմոցիաներ ունենալ։ Մի հատ անեկդոտ կա, ասում է, ես միաժամանակ զգացի երկու հույզ, երբ իմ սկեսուրը, երբ իմ զոքաչը իմ նոր Բենթլիով ընկավ ձորը։ Այսինքն Բենթլիից համար տխուր էի, զոքաչից համար ուրախ։ Եվ իսկապես մենք նույն հարցի, նույն իրավիճակի վերաբերյալ միաժամանակ կարող ենք ունենալ տարբեր էմոցիաներ։ Նույն մարդը կարող է քո մեջ առաջացնել եւ զզվանք, եւ հիացմունք, եւ սեր։ Արդյոք շատ կոնֆլիկտներ եւ ագրեսիաներ, դրանք այդ զսպված հույզերի սուբլիմացված արտահայտումը չեն, որ վերափոխված մենք տեսնում ենք մեր հասարակությունում։ Այո, այո։ Մեքենայի ղեկին, չգիտեմ, ընտանիքում, երբ մի փոքրիկ խոսքից կարող է մարդը բռնկվել եւ մի մեծ սկանդալ սարքել։ Այո, հենց այդպես էլ կա, հենց Ֆրեյդը շատ ճիշտ դիտարկումն արել է, որ հույզերը չեն անհայտանում, դրանք ուղղակի փոխակերպվում են։ Այո, փոխակերպվում են այդպիսի հիստերիկ, հիստերոիդ դրսևորումների, տարբեր կախվածությունների, ալկոհոլ, թմրադեղեր, խաղամոլություն, տարբեր ինչ-որ պորտկումներ, որ դու ուղղակի այնքան ես կուտակել, որ ինչ-որ մի պահի ուղղակի սկսում ես ծեծել։ Ես իսկապես թերապիայի մեջ շատ եմ հանդիպում կանանց ծեծող տղամարդկանց, դա ինձ ամենաշատ ցավ պատճառող кейսերից է, բայց երբ որ ես գնում եմ խորքը, հասկանում եմ, որ այս տղամարդը ուղղակի այնքան երկար է կուտակել տարբեր էմոցիաներ, թեկուզ այդ մրցակցությունը կնոջ հետ, որ իր կողքին կարող է լինել կին, որը շատ ավելի հաջողված է, շատ ավելի կապեր ունի, շատ ավելի ռեալիզացիայի հնարավորություններ ունի, քան ինքը, եւ նորից, երբ որ չկա այդ ներսի քո սեփական հույզերը ճանաչելու, դրանց հետ գործ ունենալու կարողությունը, դու ուղղակի ինչ-որ մի օր անճարությունից հարձակվում ես ու սկսում ես ծեծել։ Բայց միշտ չէ, որ կինը կարողանում է անվերջ շարունակել մնալ ամուսնու թերապևտը, հասկանալու, ապրումակցելու, ասելու, որ երևի իրան էլ է դժվար,
այդ առաջին այն երիտասարդ տարիներին, երբ որ դեռ շատ ռեսուրս կա, անում են այդ թերապևտիկ դերը կանայք, բայց ինչ որ պահ գալիս, որ ասում են, գիտես, հոգնել եմ իր հոգեբանը լինելուց, հա իրան դժվար է, բայց ես չեմ ուզում իրան հասկանալ։ Դրա համար տղամարդը գտնում է այլ լեգիտիմ հոգեբան, դա օղին է։ Այո, ժամանակավոր։ Այո, Դա ժամանակավոր պաշտպանական մեխանիզմ է, որին դիմում է, եւ այստեղ շատ հետաքրքիր է, որ մենք խմած տղամարդուն ներում ենք նրա արցունքները, բայց երբ որևէ բան օգտագործած չի եւ հուզվում է, մենք նրան մի քիչ ուրիշ ձև ենք նայում, թույլ ենք ավելի ընկալում։ Մի քիչ չէ, լավ, ուրիշ ձև ենք։ Նորից գալիս է մեր սոցիալական ներքին համոզումներից, ընկալումներից ու սպասումներից եւ քիչ առաջ որ նշում էի մանկապարտեզում օրինակ նույն երեխան հենց այդ փոքր տարիքից ինքը կարող է ունենալ շատ վատ փորձառություն, օրինակ երբ որ ինքը ցույց է տվել իր արցունքները, ինչ են արել իրեն շրջապատող մարդիկ։ Ասել են օրինակ ամոթ է, ասել են դե վերջացրու ուժեղ եղի, դու տղա ես եւ ստացվում է որ ինքը ունեցել է վատ փորձառություն եւ երբեմն երբ որ այսօր կա խնդիր, որի համար ինքը լացում է, ոնց որ ոչ թե լացում է մենակ այս ներկայի խնդրի համար, այլ լացում է նաեւ իր նախկինի չստացված փորձի համար, որ այն ժամանակ այնտեղ երբ որ ինքը լացեց, իրեն չապրումակցեցին, իրեն չաջակցեցին, չկարողացան իրեն տեսնել ուժեղ, կայուն, բայց նաեւ էմոցիոնալ ու արցունքների մեջ։ Ու շատ կարեւոր է որ մենք այսօր կարողանանք ինքներս մեզ հարց տանք, իսկ մենք ունենք այդ ներքին տարածությունը, որ երբ որ տղամարդը մեր կողքը լաց է լինում, մենք կարողանանք մնալ իր կողքին, կայուն, հավասարակշիռ։ Ինչպես վարվել, երբ կինը ինչպես վարվի, երբ տղամարդը իր կողքին լաց է լինում, հուզվել է։ Շատ կարևոր է նախ մենք հասկանանք սա ինչ լաց է, որովհետև կան տղամարդիկ, որոնք պատե անպատեն լաց են լինում եւ ինչ որ մի պահ կնոջ մոտ ուղղակի արժե զրկվում են այդ արցունքները, բայց եթե խոսքը գնում է կայուն, այսպես շատ լուր ապրող տղամարդու մասին, ով հանկարծ մի օր այսպես փլվել է եւ լաց է լինում, կինը պետք է գիտակցի, որ սա հրաշալի պարարտ միջավայր է, որ իրենց միջև ստեղծվի հուզական կապ, որովհետեւ այդ արդյունքները եւ դրա ներքո եղած հարաբերությունը կարող է շատ լուրջ հուզական կապ ստեղծի այդ երկու անձերի միջև։ Իմաստուն կինը դրանից կօգտվի եւ կկառուցի այդ հուզական շատ լուրջ խորը կամուրջը իր զույգի հետ։ Բայց երբեմն կանայք այո մտածում են, որ այս ինչ թույլ տղամարդ է, եկել լացում է, չես էլ ամաչում, ինչպես լացում է, հավաքի քեզ կա այդ բաները պահվածքը։ Այո, այստեղ շատ երկակի է, որովհետեւ այդ թույլ տղամարդուն դաստիարակել է կին, որը ցանկացել է ուզեցել է ունենալ ուժեղ տղա։ Եվ այստեղ հարցը շատ երկակի է, ինչպիսին է մոր դերը այս հարաբերությունում տղայի ձևավորման, ինչպիսին պետք է լինի։ Այո, դրա համար եմ ասում, հաճախ երբ որ տղամարդը այսօր այստեղ լացում է, ինքը լացում է իր նախկինում չստացված փորձի համար, թեկուզ հենց այդ նույն մամայի կողմից չստացված փորձ։ Իսկ օրինակ գիտեմ, որ հիմա ես եմ այստեղ հարցերին պատասխանողի դերում, բայց դուք որպես տղամարդ, այ ինչ եք կարծում, երբ որ ձեր ընկերը ձեզ մոտ արտասվի, ձեր ներքին, այդ ներքին process-ը ինչ կլինի, արդյոք կունենաք ներքին կոնֆլիկտ, մի կողմից ապրումակցելու, մյուս կողմից արել լավ տղա ես թարգի, հենց այդ թարգի բառն եմ օգտագործում։ Ես կթողնեմ, որ արտասվի, ես կթողնեմ, որ արտասվի։ Իսկ ի՞նչ է դա ձեզ համար։ Դա սևակը հրաշալի ձևակերպում է տվել, արցունքը մաքրում է աչքը փոշուց եւ հոգին ժանգից։ Թույլ է տալիս իրերին, իրադարձություններին այլ տեսանկյունից նայել, թարմացնել աշխարհ հայացքը, մոտեցումը, նոր մոտեցում գտնել, թեթևանալ, տեղ բացել նորի համար։ Հուսով եմ այս հատվածը կկտրեք եւ երկար կտարածեք Facebook-ում, որ տղաները իրոք հասկանան, որ կան իրենց շրջապատում տղաներ, ովքեր կարող են հանդուրժեղ լինել իրենց արցունքներին։ Արդյոք արդար է, որ կինը պետք է կրի տղամարդու չարտահայտված էմոցիաների բեռը եւ հակառակը։ Երբ ենք սովորելու բալանսավորված ապրել, իրար չխանգարելով, իրար օգնելով։ Բնավ ոչ, բնավ պարտավոր չէ եւ ես շատ եմ թերապիայի մեջ հանդիպում կանանց, որոնք այնքան հոգնած են դրանից, այնքան հոգնած են անվերջ տանել իրենց տղամարդու փոխակերպված էմոցիաները, որը իրականում գուցե նույն այդ լացն է եղել, բայց դրսևորվում է ագրեսիայով, իմպուլսիվ ինչ-որ անհավասարակշիռ վարքով, որը իրենց շատ ավելի ինֆանտիլ է դարձնում, շատ ավելի խղճուկ է դարձնում,
քան եթե իրանք այսպես մի հատ կարքին լաց լինեին։ Եվ ինչ որ մի փուլում կանայք իսկապես հոգնում են ու էլ չեն ուզում տանել։ Նույնն էլ տղամարդը պարտավոր չէ տանել կնոջ անվերջ նվնվոցները։ Կան կանայք, որ մտածում են, որ ես պետք է այդպես թույլիկ լինեմ։ Չնայած մեր օրերում քիչ են այդպիսի կանայք, այսօր մենք տեսնում ենք զավթող կանանց, որը անգամ վախենալու է, որտեղ մրցակցային պայքարում միշտ չէ, որ մենք տեսնում ենք, որ տղամարդիկ կարողանում են հասցնել այդ տեմպին, սա էլ ուրիշ դա էլ ուրիշ խնդիրներ է բերում իր հերթին։ Այո, եւ հիմա ես ասպիրանտուրայում հենց թեզը որ պաշտպանում եմ, այդ ուղղությամբ է, հա, աշխատող կնոջ դերային ռեալիզացիան ընտանիքում, որտեղ երբ որ մենք տեսնում ենք կայացած, ռեալիզացված, արտադրող կնոջ, երբեմն ինքը իրեն չի տեսնում այլևս այդ նվնվիկ ինչ որ դերում, որին պետք է տղամարդ իր էմոցիաները տանելու համար։ Այդպես 44-օրյա պատերազմից հետո մենք շատ ենք տեսնում լռող տղամարդկանց։ Ինչ են տանում նրանք իրանց մեջ եւ ինչ ապրումներ ունեն։ Նորից սևակներ ասում, արդյունքներս ներս հոսեցին։ Այդտեղ շատ կան արդյունքներ, որոնք ներս են հոսում։ Այնպես չի, որ դրանք չկան։ Բայց շատ քչերն են, որ կարողանում են դրա հետ գործ ունենալ։ Շատերը սկսում են թմրադեղեր օգտագործել, իրենց բոլոր ներքին ռեսուրսներով տրվում են խաղամոլությանը եւ դրա հետ էլ թերապիայում ես շատ եմ գործ ունենում։ Կամ ուղղակի այսպես չեն հավատում այլևս կյանքին, սիրուն, հարաբերություններին, արդարությանը ու փակվում են։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում կապ չունի դու տղա ես թե աղջիկ, շատ կարևոր է, որ մենք ունենանք այդ հուզական գրագիտությունը։ Դա անչափ կարևոր է, որ մենք առհասարակ կարողանանք հաջող քաղաքացիներ լինել, հաջող մարդ լինել։ Ինքներս մեր ներսում ներդաշնակ։ Եվ երևի մի քիչ էլ թույլատնենք այն սահմանները, որ դրել ենք որպես հասարակություն, օրինակ ողբացող մայրը դա ընդունելի մայրն է։ Հա։ Ողբացող հայրը ընդունելի հայր չէ հասարակության աչքերում։ Նա պետք է ավելի լուրջ տանի իր սուքը։ Այս կաղապարները մի քիչ ավելի պետք է երևի թուլանան, դուրս հանենք մենք մեզ այս կաղապարներից։ Մի քիչ դա իմ համար որպես վերին գաղափար է հնչում, հույս շատ չունեմ, որ դա գործնականում հնարավոր կլինի, որովհետև սոցիումը, Թորիկի մեջ ֆիլմի, հա, որ ասում է համայնքը զորավոր է։ Այս հարցում իսկապես մեր համայնքը ինքը հստակ դիրքորոշումներ ունի եւ չի ուզում զիջի։ Այո, ինքը պատկերացնում է, որ ճիշտ սքալը լինում է այսպես։ Անգամ տղամարդու սքալու հետ կապված էլ կա որոշակի ինչ որ չափ։ Տեսեք նույն օտարի մեջ գրքում, հա, ինքը լուր զուսպ տղամարդ էր, բայց զուսպ էր մի քիչ շատ։ Հետևաբար դա էլ իրանց նորմատիվներին չէր համապատասխանում, դա էր խնդիր։ Այսինքն սոցիումին գոհացնելը դա առհասարակ բարդ երևույթ է եւ անհնար։ Ես կարծում եմ, որ առողջ հասուն անհատը դադարում է կախված լինել սոցիալական այդ սպասելիքներից, ամբողջային այդ մտածելակերպից դուրս է գալիս եւ դա բերում է ճշմարիտ ազատություն։ Ազատություն ոչ թե անկարգության, ազատությունը նախ եւ առաջ կարգապահություն է, բայց ազատություն ինքս ինձ հետ անկեղծ լինելու, թույլ տալու ինձ սխալվել, թույլ տալու ինձ լինել թույլ տալու ինձ լացել, բայց մնալ կայուն։ Եվ այստեղ հարցը նաև այս տեսանկյունից կարող ենք տանել, հա, մի քիչ էլ իհարկե խոսեցինք այդ մասին, բայց նորից եմ ուզում ընդգծել։ Ինչպիսի ապրումակցող ենք մենք մեր կողքին լացողի համար։ Օրինակ, երբ որ մեր երեխան է մեր կողքը լացում, մեր տղա երեխան, մեր ընկերն է մեր կողքը լացում, մեր ամուսինն է մեր կողքը լացում, սա էլ պետք է սովորենք, որտեղ սովորել քո սեփական հույզերը ճանաչել, անվանել, դրանց հետ գործ ունենալը ուրիշ հարց է։ Սովորել տանել դիմացինի էմոցիաները, դիմացինի էմոցիաների հետ գործ ունենալ, այո, լինել նրա կողքին, երբ որ իր մեջ ամեն բան կարծես քանդված է, դա էլ ուրիշ հարց է։ Երբեմն մենք դառնում ենք դիմացինի հուզական կարգավորողը, սկսում ենք մխիթարել, ամեն ինչ լավ կլինի, մի նեղվի, ես քո հետ եմ, ու ստացվում է, որ այդ անձի մոտ արատավոր շրջանը պտտվում է, նա անընդհատ նվնվում է ու սպասում է, որ դու պետք է գաս իրան բարձրացնես, քաջալերես եւ արդյունքում ինքը չի սովորում գործ ունենալ իր սեփական էմոցիաների հետ։ Այնինչ որ երբեմն ուղղակի պետք է ասել, որ ես տեսնում եմ, որ հիմա քեզ շատ դժվար է։ Ինչպես հայ տղամարդուն համար նորմալ դարձնել
հոգեբանին այցելելը եւ իր հույզերի հետ առերեսվելը։ Իսկ հիմա մենք հենց դա ենք անում։ Այսպիսի ոդքասթերը, տարբեր այսօր տեսանյութերը, որ հրապարակվում են, դա հոգեկրթական ֆորմատով շատ լուրջ գործ է անում եւ ես որպես թերապևտ կարող եմ ասել, որ անգամ այս վերջին 5 տարիների ընթացքում մենք նորից ունենք աճ տղամարդկանց, որոնք դիմում են թերապևտի եւ ես որպես ընտանիքի թերապևտ կարող եմ հստակ հայտարարել, որ ես շատ եմ ունենում զույգերի, որոնք ամուսիններով եկել են թերապիայի։ Երեխաների պարագայում, երբ որ աշխատում եմ, առաջին այցը, երբ որ դիմում են երեխայի համար, ասում եմ դուք պետք է ամուսիններով գաք։ Եվ այսօր նորից ես տեսնում եմ ամուսինների, որոնք իրար հետ այսպես եկել են թերապիա իրենց երեխայի համար։ Սա ինչի արդյունքն է, հոգեկրթության, որ անverջ այսօր մեր օրերում իրականացվում է եւ ես կարծում եմ, որ կա տեղաշարժ։ Այո։ Եթե հետ նայենք 10 տարի առաջ, ահռելի է տեղաշարժը։ Ինչ խորհուրդ տանք են տղամարդուն, ով հիմա նայում է մեզ, կոկորթում ունի սխմածություն, չապրած հույզեր, զգացողություններ չարտահայտած, ինչ անի, որտեղից սկսի այդ տարիների կուտակածը, որտեղից սկսի քանդել։ Լավ նշեցիք տարիների կուտակած, հիշեցի մի գեներալի պատմություն, որը ինձ դիմել էր արդեն հասուն տարիքում, թոշակի մեջ էր ինքը, ասում էր Անի ջան, անպատեհ լացում եմ։ Անիմաստ սերիալ եմ նայում, մեջը մի հատ բան ալինում լացում եմ։ Ու ինքը ասում էր, որ ես իմ ամբողջ կյանքում այնքան ասում եմ ամուր տղամարդ եմ եղել, անգամ ես իմ հոր թաղմանը չեմ լացել։ Զինվորական է եղել, պատկերացրեք ինչեր է տեսել։ Անգամ ասում եմ ես իմ հոր թաղմանը չեմ լացել։ Հիմա ինչի եմ ես սենց դարձել։ Ուրեմն երբ որ իր մասնագիտական գործունեությունը ավարտվել է, արդեն թոշակի մեջ է, իր համար տունը նստած վայելում է իր կյանքի մայրամուտը, արդյունքները ուղղակի սկսել են հորդել։ Եվ չկա արգելակ։ Ամուր մնալու կարիք այլևս չկա եւ թուլացել է։ Երբեմն երբ որ մենք շատ երկար կուտակում ենք, էլ չենք կարող կուտակենք։ Էլ չենք կարող պահենք, լիմիտները ավարտվում են եւ մեր արդյունքները սկսում են դուրս հորդել։ Դրա համար այն տղամարդիկ, ովքեր հմտորեն կուտակում են, ես ուզում եմ ասեմ, որ այդ զնգոցը մի օր կլսվի, պետք չի երկար կուտակել։ Պետք է մենք սովորենք գտնել ուղակի ապահով տարածք, որտեղ կարող ենք մեր էմոցիաները արտահայտել։ Ես շատ եմ տեսնում տղամարդկանց, որոնք ում մոտ ասես լացում են եւ շատ են լացում եւ անverջ են լացում եւ ամեն թեմայով են լացում։ Դա էլ ողջունելի չի եւ մենք իսկապես տեսնում ենք մարդկանց, տղամարդկանց, որոնք այսպես իրենց մոտ չկա այդ տարողունակությունը, ստրեսականությունը չկա, այդ հուզական արձագանքը այնքան բարձր է ամեն հարցի նկատմամբ շեմը, հա, որ ցանկացած փոքր իրադարձություն իրենց կարա ցնցի։ Շատ կարևոր է, որ մենք նախ հասկանանք մենք որ տիպն ենք, արդյոք ես այդ զսպող, կուտակող անձն եմ, թե ես այն անձն եմ, որ ցանկացած փոքր բանից կարող եմ հուզվել եւ այո, եւ սա էլ պետք է հասկանանք, որտեղից է, հա, գալիս, երբ որ մենք տեսնում ենք այսօր երիտասարդ տղա, ով փոքրիկ ստրեսին անգամ չի դիմանում, մենք կարող ենք հասկանալ, որ նրան իսկապես չեն սովորացրել, նորից գնում ենք մեծահասակների փորձառությանը։ Նրան չեն սովորացրել զգացմունքների հետ գործ ունենալ, նրան չեն սովորացրել, որ դու կարող ես հանդիպել դժվարության, բայց դա հաղթահարես ու դա լինի տանելի, դա քո վերջը չի, դա քո կորուստը չի, եւ միշտ այդպիսի տղամարդկանց կողքին հայտնում են ընկերներ, բարեկամներ, կանայք, որոնք սկսում են բան անել, իր խնդիրները լուծել, իրեն բարձրացնել։ Եթե դու այդ անձն ես, մի պահ նորից պետք է կանգ առնես եւ հասկանաս ինչ ես անում։ Ովքեր են քո դոնորները, որոնք այդ ողբերգական պահերին հայտնում են քո կողքին եւ դու սկսում ես անխնա խմել նրանց արյունը։ Իսկ եթե դու կուտակող տեսակի տղամարդ ես, նորից պետք է փորձես գտնել քո կյանքում ապահով մի հատ անկյուն, որտեղ կարող ես խոսել, որտեղ կարող ես լինել անկեղծ եւ վստահ լինես, որ դիմացինը ունի այդ ներքին մասշտաբները դա տանելու։ Ամեն մեկը չի կարա տանի։ Երբեմն կարող է քեզ լսողը կրկնակի վնասված դուրս գալ այդ զրույցից։ Եվ կրկնակի վնասել քեզ։ Եվ կրկնակի փոքրիկ արձագանքով անգամ։ Այո։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Արդյունքը թուլություն չէ, այլ բնական միջոց է սեփական հույզերը թոթափելու եւ կյանքը նոր կետից շարունակելու։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ փնտրելու այլ հոգեկապեր։ Խաղաղություն ձեր մտքերին։